Շաբաթներ առաջ Արմավիրի մարզի Մերձավան բնակավայրի Երևանյան խճուղում դաժանաբար սպանվեց 42-ամյա համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանը, ում մահը ցավ էր ոչ միայն ընտանիքի անդամների, այլ նաև բնակիչների համար։ Ողջ հանրությունը սգում էր Վալոդյայի մահը։ Վալոդյա Գրիգորյանի դուստրը Մարինե Գրիգորյանն այսօր նշում է ծննդյան տարեդարձը։ Նա այդ առիթով հայրիկի հետ լուսանկար է հրապարակել ինստագրամյան հարթակում ու գրառում կատարել։ «Պապ, այսօր ես դարձա 22 տարեկան, ու իմ միակ երազանքն է ուղղակի քեզ ամուր գրկելը», ինստագրամյան հարթակում գրել էր Մարինեն։ Ավելի վաղ նշել էինք, որ Մարինե Գրիգորյանը, ով Վալոդյա Գրիգորյանի ավագ դուստրն է, սոցիալական իր էջերում ընտանեկան հրապարակումներ է արել և գրել հետևյալը. «Իմ հոր նման մարդ երբեք չէր տեսել աշխարհը, և նրա սրտից չուներ ոչ ոք։ Ես գիտեմ, դու ինձ տեսնում ես ու լսում ես ամեն մի բառ։ Իմացիր, որ քո հիշատակը միշտ պահելու ենք վառ։ Ես սիրում եմ քեզ, պապ, և խոսք եմ տալիս, որ մի օր գրկելու եմ պինդ ու զգալու եմ քո հզոր ուժը։ Դու լավագույնն ես, ու դա բոլորը գիտեն։ Աստծո կողմից նվեր ես էս աշխարհին։ Ես սիրում եմ քեզ, պապ, ու կարոտում եմ շատ։ Էսօր Տոման ինձ հարցրեց. «Մար, մենք պապային էլ չենք տեսնելու»։ Եվ ես անկեղծ չգիտեմ ինչ պատասխան տամ իրեն, բայց Աստծուն խնդրում եմ ուժ տա մեզ, որ դիմանանք էս ցավին։ Պապ, ես լինելով քո առաջնեկը, քո ավագ դուստրը, միշտ բարձր եմ պահելու քո պատիվը։ Պապ, երկնքից ուղղակի նայիր մեզ ու տես, որ էն ինչ կիսատ ես թողել, ավարտին ենք հասցնելու։ Քո ուզած ու սիրած ձևով, ճիշտ ձևով։ Ես, Սյուզին, Լյովը ու Տոման երբեք մենակ չենք թողնի մամային։ Դու կաս, մեր հետ ես ու մեր սրտի մեջ ես։ Պապ, Աստծո կողքին վայելիր քո երկնային խաղաղ կյանքը։ Մենք ամեն ինչ անելու ենք նենց, ոնց դու ես ուզում։ Սիրում եմ քեզ շատ, պապ ջան», գրել էր Մարինե Գրիգորյանը։ Մեզ մնում է հավելել, որ Վալոդյա Գրիգորյանի մահվան մասին լուրը հայտնել էր Շամշան.com-ը։ Նա հոդվածում գրել էր հետևյալը. «Սեպտեմբերի 23-ին կրակոցներ ու սպանություններ են եղել Արմավիրի մարզում։ Ժամը 23:50-ի սահմաններում Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության, ոստիկանության, քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում և նույն վարչության Արմավիրի քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Փարաքար խոշորացված համայնքի Մերձավան բնակավայրում կրակոցներ են հնչել և կան վիրավորներ։ Ոստիկանության վաղարշապատի բաժին է ժամանել Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետ, Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Վարդան Վարդանյանը, Արմավիրի քրեական վարչության պետ Արթուր Բդոյանը։ Ժամանել են նաև ոստիկանության, համայնքային ոստիկանության գլխավոր վարչության պետ, Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Կարեն Հակոբյանը, Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանապետի տեղակալ, պարեկային ծառայության պետ, ոստիկանության գնդապետ Արթուր Խուդինյանը։ Ոստիկանները Մերձավան վարչական բնակավայրի Երևանյան խճուղում հայտնաբերել են արհնանման հետքեր, կրակված պարկուճներ, գլխարկ, կոշիկ, բջջային հեռախոս և Նիսան մակնիշի ավտոմեքենա, որի վրա կա կրակոցի հետք։ Դեպքի մասին ոստիկանության վաղարշապատի բաժնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի, Արմավիրի մարզային քննչական վարչության վաղարշապատի քննչական բաժին, որտեղից ժամանել են քննչական խումբը վարչության պետ Հրաչ Ղազարյանի գլխավորությամբ։ Տեղում աշխատում է նաև քննչական կոմիտեի փորձաքրեագետը։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով կրակոցների հետևանքով հիվանդանոցում մահացել են Փարաքար համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանը և Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական հետախուզության օպերլիազորը։ Կա 1 վիրավոր։ Դեպքի փաստով վաղարշապատի քննչական բաժնում սպանություն և սպանության փորձի հատկանիշներով նախաձեռնվել էր քրեական վարույթ։ 3 սեպտեմբերի 26-ին արդեն քննչական կոմիտեն հայտարարություն տարածեց աղմկահարույց այս դեպքի վերաբերյալ, իսկ կասկածյալը, ով Մերձավան բնակավայրի բնակիչ է, քննիչի որոշմամբ ձերբակալվել է։ Նա այս տարվա փետրվարի 5-ին Մերձավանում հնչած կրակոցներից սպանված Գրիգոր Օհանյանի եղբայր Նարեկ Օհանյանն է, ով ՔՊԱ-ական Մեհեր Ախտոյանի հորաքրոջ որդին է։
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի տեղեկություններով քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում դատաբանական, դատահետաքննաբանական, դատահոգեբուժական, մատնադրոշմային։ Կան նաև տեղեկություններ, ինչը քննչական խումբը պարզում է, որ սպանությունից առաջ Ն. Օհանյանը համացանցով ուսումնասիրել է բազմաթիվ փաստագրական և գեղարվեստական ֆիլմեր, թե ինչպես են դիպուկահարներն ու զինված անձինք դարանակալում ու կրակոցներ արձակում իրենց թիրախների ուղղությամբ, ինչը ենթադրում է, որ նա նախօրոք պլանավորել է դեպքը։ Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ սպանված քրեական օպերլիազորը, երբ աշխատել է ոստիկանության Վաղարշապատի բաժնում, ակտիվ մասնակցություն է ունեցել Վաղարշապատում բազմաթիվ աղմկահարույց հանցագործությունների, այդ թվում հրազենի գործադրմամբ տեղի ունեցած սպանությունների բացահայտման գործում, այդ թվում Ն. Օհանյանի եղբոր սպանության, քրեական աշխարհում հայտնի Դոն Պիպոյի եղբոր սպանության գործերով։ Հիմա արդեն հստակ է, որ իրավապահ կառույցների հսկայածավալ աշխատանքների արդյունքում Փարաքարի համայնքապետ Վ. Գրիգորյանի, քրեական օպերլիազոր Կ. Աբրահամյանի և վիրավոր Արծրուն Գալստյանի նկատմամբ կատարված հանցագործությունը ամբողջությամբ բացահայտված է։ Մի բան հստակ է, որ դեպքը կապ ունի փետրվարի 5-ին տեղի ունեցածի հետ, իսկ ինչ էր տեղի ունեցել, այս մասին ևս այս հոդվածում։ Փետրվարի 5-ին արտակարգ դեպք էր տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 2:30-ից 3-ն ընկած սահմաններում Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության, ոստիկանության, քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում և նույն վարչության Արմավիրի քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Փարաքար խոշորացված համայնքի մերձավան բնակավայրում կրակոցներ են հնչել։ Ժամանել էին քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետ, Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Վարդան Վարդանյանը, Արմավիրի քրեական վարչության պետ Արթուր Բդոյանը։ Ժամանել էին նաև ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության պետ, Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Կարեն Հակոբյանը։ Ոստիկանները մերձավան վարչական բնակավայրի ժողովրդին հայտնի պոշտայի հարևանությամբ գտնվող հատվածում հայտնաբերել էին առնանման հետքեր, կրակված պարկուճներ, գնդակի մնացորդներ, թիթեղյա պարսպի հարևանությամբ գտնվող վարսավիրանոցի ապակու և պատի վրա կրակոցի հետքեր։ Դեպքի մասին ոստիկանության Վաղարշապատի բաժնից տեղեկությունը փոխանցվել էր ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին։ Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվել էին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին, որ սպանվածը Փարաքար խոշորացված համայնքի մերձավան վարչական բնակավայրի ղեկավար Մեհեր Ախտոյանի ազգականն էր, իսկ վիրավորը նրա ընկերը։